Գործարկվել են Ռաստ Աստրախան ուղիղ ավիաչվերթները։ Կիրակի առավոտյան նոր ուղիղ չվերթ է բացվել Իրանի Ռաշտ քաղաքից դեպի Ռուսաստանի Աստրախան։ Ըստ մեր լրատվական գործակալության 7450 համարով չվերթը կիրականացվի ամեն կիրակի Ռաշտից դեպի Աստրախան իրանական ավիաընկերության կողմից։ Ինձ է միացել տնտեսագետ Լիլիա Միրխանյանը։ Եվ այսպես Լիլիա, մենք փաստորեն արդեն էլի նոր տնտեսական իրողության հետ գործ ունենք տարածաշրջանում, սա որքանով է ստվերելու հյուսիս-հարավ նախագիծը։ Եվ արդյոք այն հիմա արդեն իսկ արդիական է այսքանից հետո։ Հյուսիս-հարավին մեզ համար կարևորության տեսանկյունից եթե խնդրին նայենք, մենք մինչև որևէ գլոբալ այլ նախագծի ստվերելուն իրականում ինքներս մեր գործողություններով կամ գործողությունների բավական մեծ դանդաղությամբ արդեն այդպես ընթացքի մեջ գտնվող նախագծից դուրս մնալու բավական լուրջ ռիսկերի առաջ են կանգնած, որովհետև հյուսիս-հարավի տրանսպորտային նախագծի ենթակառուցվածքային նախագծից զատ կա հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը, որը Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի աշխատանքների անընդհատ ձգձգման, ավարտին չհասնելու արդյունքում ուղղակի դուրս է մղում կամ արդեն իսկ մղել Հայաստանը այդ միջանցքից եւ այլն։ Ընդհանուր առմամբ հյուսիս-հարավի դերակատարության Հայաստանի Հանրապետության համար դերակատարության գնահատականները այս պահին ինչ վիճակում ենք գտնվում, գլոբալ նախագիծը ինչ վիճակում է գտնվում, տեխնիկատնտեսական բազմաթիվ պարամետրեր կան գառնիկ, այդ թվում տարբեր երկրներ ինչ փուլում են գտնվում, համեմատությունը, մենք որտեղ ենք, իրենք որտեղ են եւ այլն։ Բայց եթե մենք այսօր խոսենք այդ պարամետրերի մասին, գուցե կարողանանք այդ հստակ գնահատականը տալ, բայց կարծում եմ իրողությունների լայն տարածաշրջանում իրողությունների տրամաբանությունից մի փոքր դուրս կգանք, որովհետև ինչ իրողություն ունենք, գալով դեպի մեզ, հա, տես հյուսիս-հարավ նախագիծ, մենք ունեցանք ժամանակաշրջան, երբ դրան ավելացվեց արևելք-արևմուտքը, դա դարձավ հյուսիս-հարավ արևելք-արևմուտք։ Շատ կարճ ժամանակ անց դա վերափոխվեց անունը, վերանվանվեց, դարձավ հայկական խաչմերուկ, որից հետո խաղաղության խաչմերուկի տրանսֆորմացվեց, այսօր մեզ համար, մեր խոսույթում, քարոզչական մակարդակում մեզ ի նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունների կողմից մասնավորապես Թրամփի ուղի ենթակառուցվածքային նախագիծն է։ Այստեղ առաջանում է տրամաբանական հարցադրում, որն է Հայաստանի Հանրապետության այսօրվա համար կարևորության եւ առաջնահերթության առումով, որ ենթակառուցվածքային նախագիծն է այսօր առաջ դրվում։ Այսինքն, եթե մենք այդ տրամաբանությունից դուրս ենք դիտարկում, որևէ կերպ չի ստացվում, հարց է առաջանում, որն է մեր ընկալումը ենթակառուցվածքային նախագծերի եւ կարևորը նաեւ հաշվի առնելով, որ դրանք մեգա նախագծեր են, ինչպիսին է այլ շահառուների եւ երկրների ընկալումը մեր նկատմամբ։ Ես կարծում եմ, որ այդ վերանվանումների, ձևակերպումների, տրանսֆորմացիաների այդ ամբողջ շղթան նայելիս կարելի է մոտավորապես պատկեր կազմել եւ հասկանալ, թե ինչ վիճակում ենք այսօր գտնվում մենք այդ ենթակառուցվածքային նախագծերի համատեքստում գլոբալ առումով։ Իսկ ինչի մասին ենք այսօր ծանոթանալու։ Այսօր մի փոքր ընդհանրական թեմա ենք դիտարկել, շատ հաճախ ենք խոսում գնաճի մասին, սոցիալական դրա հետևանքների մասին եւ յուրաքանչյուր անգամ որպես օրինակելի գնաճի դեմ պայքարի դրա հետևանքների մեղման համար օրինակելի մեխանիզմ առաջ ենք քաշում ինդեքսացիայի անհրաժեշտությունը, կփորձենք որքանով որ ձևաչափը տալիս է հնարավորություն ներկայացնել եւ սահմանել առհասարակ ինչ է ինդեքսացիան եւ ինչպիսի մի քանի դրվագով գոնե ինչպիսի համաշխարհային փորձ կա։